Առաքման ծառայությունների միջոցով սննդամթերքի առաքումներ են իրականացնում շատ վատ պայմաններում, կամ պահանջում եմ սննդի կետերից պահանջել, որ առաքումներ տան միայն սանիտարական գրքույկ ունեցող առաքիչներին։ Այսպիսի դիմում բողոքներ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հատկապես վերջին շրջանում հաճախ է ստանում։ Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, վերահսկողությունն այս ոլորտում խստացվում է, թե ինչու հիմա տեսչական մարմնի ղեկավարը պարզաբանում է։ Նախկինում առաքումները իրականացնում էին հենց սննդի օբյեկտների աշխատակիցները, այսինքն չկար ոլորտի օգտվելու կարիքը, այսօր յուրաքանչյուր քաղաքացի գրեթե օգտվում է ծառայությունից եւ ծառայությունը դառել է ավելի ընդլայնված։ Դրանից ելնելով իհարկե հանդիսանում են ավելի հաճախ հանդիպող խնդիրներ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է առաքման ծառայություններ իրականացնող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Իրանք բարձրաձայնեցին, որ ունեն մոտավորապես 2200 առաքիչ, որոնք որ իհարկե հանդես չեն գալիս որպես իրանց աշխատակիցներ, բայց միևնույն է ծառայությունից օգտվում են, այսինքն իրանք օգտվում են իրենց արտակից։ Իրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեր հետ համագործակցել այս հարցի վերաբերյալ։ Պայմանավորվել են, որ տեսչական մարմինն էլ կփոխանցի լիցենզավորված բուժկետների ցանկ, որոնք կարող են բուժգրքույկ տրամադրել։ Ստուգումները պատասխանատու գերատեսչությունը այսպես է նախատեսում։ Բարեկային ծառայությունը մատակարարներին իրենց տրանսպորտային միջոցներով կկանգնեցին եւ մեր տեսուչները համատեղ ծառայություն կատարելու ընթացքում արդեն կստուգեն բուժգրքույկների առկայությունը եւ հետեւաբար կանենք մեր վարչարությունը։ Տեսչական մարմնի ղեկավարը հիշեցնում է, յուրաքանչյուր աշխատակից, ով առնչվում է սննդի հետ, անգամ եթե ուղիղ չի շփվում, օրենքով պարտավոր է ունենալ բուժգրքույկ։ Իսկ առաքիչները իրանք եւս շղթայի մի մաս են։ Սննդի հետ առնչվող այդ ողջ շղթայում աշխատակիցներին վերահսկելը կարևոր է, շեշտում են պաշտոնյան ու բժիշկը, քանի որ սննդի միջոցով փոխանցվող հիվանդությունները բազմաթիվ են։ Սնունդը ինքը կարող է հանդիսանալ բարենպաստ միջավայր բարակիչ հիվանդությունների եւ թունավորում առաջացնող հարուցիչների համար, նաեւ հաճախակի են սննդամթերքի միջոցով առաջացող հիվանդությունների բռնկումները, աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումները կամ թունավորումների բռնկումները, որոնք արձանագրվում են ինչպես տնային պայմաններում, այնպես էլ կարող են արձանագրվել հանրային սննդի կազմակերպություններում։ Իսկ սննդի աղտոտումը կարող է տեղի ունենալ ցանկացած փուլում։ Հաշվի առնելով, որ վարակիչ հիվանդությունների հարուցիչները գտնվում են շրջակա միջավայրում գրեթե բոլոր տեղերում, մարդու միջոցով նույնպես կարող է փոխանցվել, եթե մարդու մոտ կա հարուցիչ։ Վերադառնալով առաքիչներին, Հայաստանում նրանք 2000-ից ավելի են։ Յուրաքանչյուրը պետք է ունենա սանիտարական գրքույկ։ Հակառակ դեպքում կամ կազմակերպությունը կամ էլ հենց առաքիչը կվճարի 400 000 դրամ։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։